Տիկին Մինասյան, նոր երբ որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունն էր քննարկվում, շատ էր խոսք գնում կանացի սոլիդարության մասին, ձեր թիմակիցները նրան հարցնում էին։ Ես ուզում եմ հասկանալ, կանացի սոլիդարությունը գործում է միայն ընդդիմության տարբերակում դեպքում կամ օրինակ տեսեք մի քանի օր է խոսում են շատ ավելի հաճախակի է դարձել այդ խոսակցությունը, որ Արեգնաս Մանուկյանը իր անչափահաս երեխայի հետ չի կարող հանդիպել, տեսակցել։ Գուցե այս դեպքում ԿՊԱ-կան կանայք սոլիդարություն ցուցաբերեն եւ միջնորդեն օրինակ, որ Մանուկյանը հանդիպի իր դստեր հետ։ Իրականում լավ հարցադրում էր, բայց եկեք սկսենք, թե ինչ է իմ գործընկերը հարցրել։ Ես ընդդիմության այդ գործելավոճը չունեմ, որ եթե ընդդիմության ներկայացուցիչ չի իր հարցերը, իր խնդիրները այս ազգային ժողովի ամբիոնից չենք բարձրացնի կամ անընդհատ չենք շեշտադրի, որ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ նման վերաբերմունք է լինում, ընդհանրապես կանանց մասին է խոսքը եւ իմ գործընկերը հարցնում էր ընտանեկան բռնության թեմայով, կանանց նկատմամբ բռնության թեմայով, օրինագծի դեմ կողմ քվեարկելուն եւ Տիկին Գալստյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ թեկնածուն դեմ եք վերկել այդ օրենքին, խոսքը դրա մասին էր, իսկ ինչ վերաբերում է Արեգնաս Մանուկյանին, հարգելի գործընկերներ, հոդվածը պետք է հիշենք եւ մեր շատ գործընկերներ, ես անձամբ նրանցից եմ տեղեկացել նաեւ, հետաքրքրվել են այդ հարցի շուրջ եւ բնականաբար այդ հարցի հետ կապված նաեւ արձագանքներ կլինեն, բայց մենք ամեն ինչ չենք բարձրացնում, ինչա թե ընդդիմության ներկայացուցիչներն։ Տիկին Մինասյան, կներեք, իհարկե բարձր է որ դուք գործի մանրամասներին տեղյակ չեք, բայց տրամաբանորեն էլի անչափահաս երեխան ինչպես է անդրադառնալու գործի ընթացքի վրա, որ թույլ չեն տալիս։ Պարոն Կիրակոսյան, վաղնել ծնունդն է կարծեմ երեխայի։ Պարոն Կիրակոսյան, ընդհանրապես չեմ կարող մեկնաբանել, որովհետև քրեական գործի շրջանակներում ես տեղակել չեմ այդ մասով։ Խնդիրը տեսակցությունների արգելքներ, որի շուրջ քննարկումներ կունենանք մեր գործընկերների հետ եւ հետագայում նաեւ երբ իմացել եմ դրա մասին այդ ժամանակին։ Նրան ես կարծում եմ նաեւ գործի բնույթը պետք է հասկանալ, պետք է չտարբերակենք որևիցե մեկին, նաեւ հաշվի առնելով կնոջ կին լինելու հանգամանքը եւ այս գործելավոճը ընդհանրապես ընդունելի չի իմ համար։ Կին է, երեխատեր, մայր է, չգիտեմ, կրծքի երեխաներ ունի եւ այլն, իր նկատմամբ քրեական հետապնդում չի կարելի, կախված է հանցագործության տեսանկյունից եւ ամենակարևորը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Սա ճնշման լրացուցիչ միջոց է Արեգնաս։ Ես բացարձակապես այդպես չեմ կարող ընկալել, որովհետեւ ընդհանրապես մեր գործելավոճը չի նման կերպ մարդուն բացարձակապես չեմ կարող նման կերպ։ Ընդդիմությունն ասում է, որ երբ որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն էին կալանավորել, մենք բոլորս խոսում էինք այդ մասին եւ հաշվի չենք առնում, որ իշխանական է, իշխանականի բարեկամ է, բայց դուք ոչ մեկը չեք խոսում եւ չեք դատապարտում, ես դատապարտում եմ ընդհանրապես ցանկացած կնոջ նկատմամբ։ Խնդիրը այստեղ այդ քաղաքական հայացքները չեն, այսինքն եթե մարդը հայտնի չի, եթե մարդը քաղաքական նկրտումներ չունի կամ որևիցե քաղաքական թիմում արկա չէ, ուրեմն իր իրավունքների մասին չպետք է խոսենք։ Եկեք նաև հակադարձենք այն նույն ընդդիմությանը, որոնք որ ընտանեկան բռնության թեմային դեմ են քվեարկել։ Այսինքն այն կանայք, որոնք որ բռնության են ենթարկվում ընտանիքի մեջ, իրանց իրավունքների մասին չպետք է խոսել ու ընդհանրապես իրանց իրավունքները չպետք է խոսել։ Դրա մասին չխոսենք քաղաքական դեպք է եւ դուք նաեւ այս քաղաքական ենթատեքստը եւ ամեն ինչ հաշվի առնելով չեք արձագանքում։ Ես նկատի չունեմ ձեզ, ես նկատում եմ։ Հարգելի գործընկերներ, ես ասացի, որ ինչը վերաբերվում է կոնկրետ դրվագին, ոչ թե քրեական գործին, որ ինչպես իրանք են մեկնաբանում քաղաքական հետապնդումներ են եւ այլն։ Կոնկրետ տեսակցության մասին մենք հետաքրքրվելու ենք եւ դրա արձագանքը կլինի։ Ես չգիտեմ ինչ պատճառաբանությամբ կարող են իրավապահ ասել, օրինակ ինչ պատճառաբանությամբ է արգելվել տեսակցությունները, ես ինքս չեմ կարող մեկնաբանել։ Ամեն որ անճշտություն չտարածվի, դուք ասեցիք կքննարկեք Արեգնաս Մանուկյանի եւ դստեր հանդիպման։ Ոչ, ես ասեցի, որ մեր իրավապահ համակարգից կտեղեկանանք պատճառների մասին եւ հավելյալ տեղեկություն կտանք։ Այո։ Տիկին Մինասյան, Լիլիթ Գալստյանը ելույթի ընթացքում այսպես կոչ քննադատություններ արեց, մեղադրելով իշխանություններին բռնաճնշումների մեջ, քաղաքական հետապնդումներից խոսեց։ Դուք ո՞նց եք գնահատում ընդհանրապես Հայաստանում կան այդ լրջագույն խնդիրները, մարդու իրավունքների եւ ընդհանրապես Գալստյանի այդ ուղերձների ո՞նց եք գնահատում։ Ես մի կարևոր նկատառում ունեմ այս մասով, որովհետեւ իրականում ապշում եմ մարդկանց երկերեսանության վրա, որովհետեւ ես ինքս ամբիոնից խոսելիս
պատմել եմ մեր հանրությանը, թե մենք ինչ աշխատանք ենք կատարում, օրինակ միջազգային հարթակներում, եւ Տիկին Գալստյանը իմ հետ եւ իմ գործընկերների հետ ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ է եւ բազմիցս մենք այնտեղ Հայաստանի Հանրապետության հետ կապված, մարտահրավերների հետ կապված, գերիների հետ կապված շատ հարցեր ենք բարձրացնել եւ այսօր Տիկին Գալստյանը ամբիոնից հնչեցնում է, որ տեսանելի չեն իր համար մեր արած աշխատանքը։ Ես ուղղակի sense ապշում եմ, թե իմ աչքերին նայելով ինչպես կարող է նա դա այդպիսի բան ասել։ Ընդհանրապես Հայաստանի առաջ ծառացած ցանկացած մարտահրավերի։ Իսկ ինչ վերաբերվում է նրա ելույթին եւ բռնաճնշումներին, մենք հարց ուղեցինք, արդյոք կա որևիցե միջազգային կառույց, որովհետեւ հարգելի գործընկերներ, ընդհանրապես պետության բռնաճնշումների, քաղաքացիների նկատմամբ իրավունքների խախտումների մասին արձանագրում է ոչ թե իշխանությունը կամ ընդդիմությունը, որովհետև ամեն մեկն էլ մի կողմ է, այլ անկախ չեզոք կառույցներ։ Մատնանշեք մեկ կառույց, որտեղ որ մատնանշվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումներ։ Կան դրվագներ, որոնք խնդրահարույց են, դա բոլոր երկրներում կա եւ բոլոր երկրներում արձանագրվում են, տարբեր զեկույցներում կարող եք ինքներդ ուսումնասիրել, բայց այդ խնդրահարույց դեպքերի հետևից մենք հետևողականորեն պետք է գնանք։ Իսկ այդ հարցերի պատասխանները հետագայում տենց կազդեն որոշման վրա իրենից։ Բնականաբար մենք ցանկացած տեխնացուի լսում ենք եւ որևէ որոշում չունենք ում ենք ընտրելու, ում չենք ընտրելու։ Մենք բոլոր հանձնաժողովների տեխնացուներին մանրակրկիտ իրենց դիրքորոշումները կոնկրետ ոլորտային հանձնաժողովի հետ կապված փորձում ենք ճշգրտել եւ հետագայում նաեւ քվեարկության արդյունքում մեր ֆրակցիայի նիստում կորոշենք թե որ տեխնացուին ձայն կտանք։ Ելույթներից հարցերից տպավորություն է, որ մտադիր չեք ընդդիմադիրներին ընտրել, որովհետեւ բավական կոշտ են ելույթները եւ նույնիսկ ասում եք, որ համապատասխան չեք այդ պաշտպանում։ Ես իրականում որ օրինակ մի քանիսին չընտրեք։ Ցանկացած տեխնացուի վերաբերյալ ասում եմ պետք է լինի քննարկում եւ կոնսենսուսային դիրքորոշում ֆրակցիայում։ Կոնսենսուսային նկատմամբ քվեարկությամբ։ Մենք տենց ենք որոշումներ կայացնում։ Դեմ կողմ կարծիքները լսում ենք, վերջում քվեարկում ենք։ Այո։ Կոնկրետ մի հարց Տիկին Նինասյան կարծում եք Լիլիթ Գալստյանը արժանի տեխնացու է նախագահելու մարդու իրավունքների եւ հանրային հարցերի Հարգելի գործընկերներ, մի դիտարկում է նա ներկայացնում է այն քաղաքական դաշինքը, որի փաստացի ղեկավարի օրոք զանգվածային է եղել իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերը, վստահ եմ տեղյակ եք։ Ես մեր հանրությանը նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ձևավորվել է քաղաքացիների ընտրությամբ։ Որոշ մասը իհարկե ընտրակաշառքներով, խախտումներով եւ այլն, բայց ձևավորվել է քաղաքացիների ձայներով։ Եվ այն քաղաքացիների ձայները, որոնք որ տվել են ընդդիմությանը, ձևավորել են նաեւ դոնթի բանաձևով նրանց պաշտոնները ազգային ժողովում։ Այսինքն նրանք ունեն ազգային ժողովի 1 փոխոստնակ, 4 հանձնաժողով, փոխնախագահներ եւ այդ հանձնաժողովները պետքա ձևավորվեն, լիիրավ աշխատեն, իսկ նախագահի տեխնացությունը, նախագահը համակարգում է ամբողջ աշխատանքը։ Բնականաբար հանձնաժողովներում ըստ նաեւ դոնթի բանաձևի մեծամասնությունը կազմում է իշխանության ներկայացվածությունը եւ հետեւաբար նախագծերը եւ քննարկումները անում են իշխանությունները։ Իսկ ինչ վերաբերում է ով է արժանի ով, չէ՞։ Նորից եմ կրկնում։ Բազմաթիվ են դեպքերը, ոչ միայն նրանց քաղաքական ուժի, նրանց հետագծի, անցյալի, այլ նաև հիմիկվա ազգային ժողովում տեղի ունեցած խոսույթի, խոսքերի, մտածողության տարբերությունները մեր միջև եւ հսկայական է գաղափարական ճեղքը մեր եւ նրանց միջև հաշվի առնելով նաեւ մարդու իրավունքները, որտեղ մարդու իրավունքների կոնտեքստում եկեք նախորդ 5 տարին հիշենք, նրանք միայն խոսում էին իրենց քաղբանտարկյալներից, իրենց քաղաքական հետևորդներից եւ ընդհանրապես քաղաքացիների, որոնց իրավունքները կարող են խախտվել, բայց ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ չունենալ, չգիտես ինչի նրանք լռում էին։ Այդ առումով բնականաբար դա հաշվի կառնվի, բայց եկեք նորից եմ կրկնում, հաշվի առնենք, սիրելի հայրենակիցներ, որ ազգային ժողովը ձևավորվում է ընդդիմության եւ իշխանության քվոտաներով, նաև դերերով, դերաբաշխումով եւ դա է այդ բախումն է, այդ գաղափարական բախումն է, որ պետք է ծնի ճշմարտություն եւ բարօրություն ստեղծի։ Այո, եւ սահմանադրության դուք պարտավորված եք ընդդիմություն նաև ընտրել։ Այստեղ պարտավորություն չկա։ Բացարձակ պարտավորություն չկա։ Մեր քաղաքական կամքն է, որ ձևավորվի ազգային ժողովը։ Բայց նաև եկեք մի կարևոր բան ասեմ, էլի մենք երազել ենք ընդդիմություն ունենք, որ գա ազգային ժողովը աշխատի։
Եկեք հիշենք, 5 տարի մենք չենք տեսել ընդդիմություն։ Մենք ուզում ենք այդ հակադրությունը լինի մեզ, ու գաղափարական հակադրությունը, ոչ թե այդ պաթոսային, այդ ճղճիմ խոսակցությունները, որ մենք լսել ենք այս տարիների ընթացքում, այլ հստակ, թիրախային նախագծերի շուրջ, կոնկրետ հարցերի շուրջ, կոնկրետ դրվագներում։ Ոչ թե էլի գանք իրար կներեք, բայց ինչպես նախկինում է եղել, այդ բոշափչացած խոսույթը շարունակենք ազգային ժողովում։ Ես մասնագիտական որակներ նկատնեի նաև անցած խորհրդարանում ձեր համատեղ աշխատանքը իմի բերելու Հարգելի գործընկերներ, որ անկեղծ ասեմ, ես ընդդիմության ներկայացուցիչների մանավանդ Հայաստան դաշնքի անդամներից երևի տենց 1-2-ն են եղել, որոնց հետ ես ունեմ աշխատանքի փորձ համատեղ նախագծերի շուրջ, օրինակ պարոն Արծվիկ Մինասյանը շատ կառուցողական էր աշխատում մեր հանձնաժողովում եւ մենք միասին նախագծերի շուրջ շատ երկար ենք քննարկումներ ենք ունեցել, աշխատել ենք։ Տիկին Ագնեսա Խամարյանը թմրանյութերի հետ կապված ենք աշխատել։ Տիկին Գալստյանի հետ ունեցել եմ փորձառություն միջազգային հարթակներում եւ կատեգորիկ դեմ եմ այն քաղաքականությանը, որ նա է վարել, որտեղ Հայաստանի պետության դեմ է ուղղված եղել։ Այն ամենը, ինչ արել է Տիկին Գալստյանը։ Բարեկրթությունը որքան կհաջողվի պարել հենց ԿՊ-ի կողմից, որովհետև ասում են, որ շատ ժամանակավոր բնույթ է այս ամեն ինչը տևելու եւ շուտով մենք կտեսնենք նույն ծեծուջարդը, հայհոյանքները եւ հենց ԿՊ-ն կխախտի այս կանոնները։ Շատ լավ հարց եք տալիս։ Ես այս սրա խորքային պատճառների մասին մի քանի անգամ ամբիոնից եմ խոսել, թե մեր նպատակը ինչու՞ն է։ Մենք ուզում ենք ոչ միայն բարեկրթություն ցենց շապիկ լինի ուղղակի բոլորիս վրա, ու ասենք մենք այսուհետ ընդհանրապես չենք օգտագործելու որևիցե բառամթերք, որը կարող է հատի դրան, այլ մենք ուզում ենք մեր հանրությունը այդ պոլարիզացիան, որ կա, այդ ճեղքվածքը, որ կա, որ մարդիկ իրար այդ քաղաքական հայացքների պատճառով վիճաբանություններ են ունենում, շատ սուր, շատ վատ հետևանքներ կարող է դա ունենալ։ Դրա համար մենք ասում ենք ժողովուրդ ջան, գիտեք, մենք կարող ենք ունենալ կտրականապես տարբեր կարծիքներ, բայց հանդուրժող լինել միմյանց կարծիքի նկատմամբ։ Եվ այդ հանդուրժողականությունը պետք է լինի նաև հասարակության մեջ, որտեղ գիտեք, ազգային ժողովուրդ հայլի լինի հասարակության։ Եթե մենք ստեղից պրոյեկտում ենք շատ ռադիկալ խոսույթ, այդ ռադիկալ խոսույթը գերադրական աստիճանով պրոյեկտվում է հասարակության վրա։ Եվ չի կարելի։ Մենք մեր կողմից արդեն քանիցս անցել ենք այն սահմանը այն շեմը այս 10 քանի օրվա ընթացքում, որ մենք մեզ կարողանում ենք տիրապետենք, որովհետև տեսնում եք բազմաթիվ անգամներ ներկայացուցիչներ կան, որ իրանց դրել են տենց դերասանական տաղանդով աստղերի տեղ ու եկել են ազգային ժողով ընդհանրապես տորպեդա արելու ազգային ժողովի աշխատանքը եւ վերածելու էլի նույն բոշափչացածի։ Ինչի համար, որտեւ այդ նույն վարկանիշը ազգային ժողովի ընկնելու դեպքում ոչ միայն մեզնից է վարկանիշ խլում, նրանցից էլ է խլում, բայց ամբողջ կառույցինն է վարկաբեկվում։ Դա հստակ քաղաքական նպատակ է։ Հստակ քաղաքական նպատակ է ազգային ժողովը, քաղաքականությունը սարքել հանրության աչքին կեղտոտ մի միջավայր, որից որ որևէ դրական բան մեր քաղաքացին չի կարելի։ Ուժեղ Հայաստանի այլևս ներողություն չի կանգնելու, մասնավորապես Էդգար Ղազարյանից վերջ ավարտվեց այդ փուլը։ Մենք ակնկալիքներ որևիցե մեկից չունենք, մենք հանրությունն պետք է ունենա այդ ակնկալիքները։ Ես ընդհանրապես այդ մարդու չեմ ուզում էլի բարեկրթության նորմերը խախտեմ, բայց շատ վիրավորական որոշ պարագաներում անդաստիրակ խոսույթը ես ազգային ժողովում կարծում եմ միայն վնասում է ուժեղ Հայաստանի եւ ուժեղ Հայաստանը պետք է մտածի դրա մասին արդյոք իրենց թիմի շարքերում կան մարդիկ, կա մարդ, որ տոտալ հակառակ կարծիքն է հայտնում ցանկացած հարցի վերաբերյալ, երեք զրճեպազրույցների ընթացքում էլա նման բան եղել, ինչու ունի խմբակցությունը քաղաքական հայացքների, քաղաքական օրակարգերի, դիրքորոշումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ կտրուկ հակադարձ կարծիքն է արտահայտում։ Այդ արդեն իրենք թող մտածեն իրենց վարկանիշն է։ Ես չեմ կարծում, որ սույն անձը գրամ անգամ ոչ մարգինալ հատվածում, ոչ այդ թուրք դավաճան պիտակները սիրող հատվածում, այլ հանրության լայն շերտերում ունի որևէ հարգանք։ Տիկին Մինասյան, արդյոք բարեվարկության ձեր առաջարկը երբ հնչեց ազգային ժողովում, քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամ գլխավորությամբ, չգիտեմ, ներկայությամբ, եւ իրենից է գալիս այդ առաջարկը, որովհետեւ կա այսպիսի տեսակետ, որ վարչապետը երբ կա եւ այդ հակադրությունները լինեն, օրինակ առաջինը չէ կամ նա էլ չի դիմանալու եւ նա օրինակ ձեր սահմանած խաղի կանոններին կամ առաջարկած խաղի կանոններին համաձայն մենք մեր քաղաքական թիմում որոշումներում հաշտենք միմյանց հետ մշտապես
առաջարկում կողմից է եղել, ինչպես է եղել, դա չեմ քննարկում, այլ մեր քաղաքական դիրքորոշումները միատար են եւ պարոն վարչապետը բնականաբար հակառակը նա է ջատագով էս ամենի եւ ինչպես դուք ասում եք կարող է հետագայում խախտումներ լինեն նաեւ նրա կողմից հարգելի գործընկերներ մենք տեսել է նաեւ մեր հանրությունը որ մենք ինչքան էլ լինենք բարեկիրթ դա թուլության նշան չէ բացարձակապես թուլության նշան չէ ու հանկարծ փորձվեն սահմանահատել Ես չեմ կարծում, որ որևէ մեկին ձեռնտու է դա, նորից եմ կրկնում, ոչ իրենց, ոչ մեզ, ոչ ընդհանուր կառույցի վարկանիշին դա ձեռնտու չէ։ Դե մի բանը Նարեկ Կարապետյանը երեք ձեզ էր ասում էր մենք մեր մոտ էլ կան սպորտսմեններ եւ մենք թուլություն ունենք։ Նարեկ Կարապետյանը ցավոք սրտի երևի թե չէր կարդացել նրանց պոետների գրառումները, որ ազգային ժողովի դահլիճում կարող է լուր նստեն մի անկյուն գցած ոնց որ սույն անձն է եղել, բայց հետագայում գնան տուն եւ սկսեն այն այս դրա մասին էլ կխոսեմ մի անգամ ամբյոնից, sense ինչ որ փողոցային բարքերի վերարտադրումն է ազգային ժողովում այդ ամենը, էլի, sense դիմացդ կանգնած ոչինչ չասել, որովհետև գիտես քաղաքական թիմը առաջնորդը քո խմբակցության ղեկավարը ասել է այո, մենք մնում ենք այդ բարեկրթության նորմերի մեջ, մի քանի անգամ խախտել, հետո հասկանալ, որ չէ, կարող է խմբակցության հետ խնդիրներ ունես, գնաս տունը սկսես խախտես, դες չի լինում։ Իրենք էին եկել ասում բարեկրթությունը դա բան չի։ Պարոն Կիրակոսյան խոսում եմ, եկեք վերջում։ Չի կարելի գալ ազգային ժողով հակնել այդ բարեկրթության շապիկը, գնալ տուն հանել։ Իրանք էին ասում, որ դա անձնական դաստիարակության հարց է։ Տիկին Մինասյան, Ես նրա մասին չեմ խոսում։ Անվտանգության խորհուրդ եւ հանել այդ բարեկրթության շապիկը եւ ինչ ասես ասում եմ։ Պարոն Սիմոնյանը ազգային ժողովի կազմում չի։ Պարոն Սիմոնյանը քաղաքական չի էս բարեկիրթ դաստիարակված։ Ես կարծում եմ, որ հետագայում նաեւ ընթացքում, երբ որ այս ամենը կարողանանք ամուր հիմքերի վրա դնել, բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց խոսույթը կփոխեն ավելի, այստեղ բարեկրթության մասին չի, պարոն Սիմոնյանը չի վիրավորել, պարոն Սիմոնյանը սուր բառամթերք է օգտագործել, բայց նաև կակեք այստեղ կարևոր, ես կարծում եմ, որ պատասխան է եղել, որ ազգային ժողովի դահլիճում ավելի վատ արտադրանք, ավելի վատ խոսույթ է նրա նկատմամբ եղել։ Ժողովուրդ ջան, հարգելի լրագրողներ, երեք կարծեմ էլի մեր ընդդիմադիր գործընկերներն են ասած, ես հասկանում եմ, որ այդ նորմերի չխախտումները նաև դիտումների խնդիր են ունենալու ձեր մոտ, որովհետև իրականում ես գալիս էին երիտասարդ ուսանողներ ազգային ժողովում, աշակերտներ ազգային ժողով, ասում էի Ժորժ ջան, ազգային ժողովից հետ ինչ եք տեսել, ինչ գիտեք, ու մեկ էլ հնչում էին մեր կռիվները, շշերը, ինչ որ նմանատիպ բաներ, ախր Պետք չի մեր հանրությունը մեր երիտասարդ սերունդը դա հիշի ազգային ժողովից։ Ես ձեզ խնդրում եմ, այն բովանդակային եւ գաղափարական քննարկումները, որ տեղի ունեն ազգային ժողովում, պետքա սովորացնել մեր հանրությանը, որ դա է ճիշտ քննարկումը եւ դա է քաղաքական խոսույթ։ Տիկին Միլասյան, խոսեցիք ազգային ժողովը արժեզրկելու քաղաքական ուժերի նպատակադրման մասին, բայց չնշեցիք, թե հատկապես որ ընդդիմադիր խմբակցությունը այդ նպատակադրումով գուցե առաքելությամբ երկրի Շատ կարևոր հարց տվեցիք։ Այո, որովհետև ես հասկանում եմ այս նիստերի ընթացքում, դուք ներսում չեք կարող այդ բայրը չեք ընկալում, երբ հանկարծ մենք գալիս ենք կոնսենսուսի, որ մի հարց պետքա հանդարտեցված, ավելի անկյունները չսրելու ուղղությամբ աշխատանք տանել, մեկ էլ Հայաստան դաշինքը ողջևորվում է։ Բայց ինչ կա, մենք 5 տարի ասման նույն քաղաքական խոսույթը ունեցել ենք, 5 տարի ձեզ ասել ենք այդ բառերը, բայց ինչի եք հիմա սկսել։ Պարզապես մենք մեղադրում ենք, որ ընդդիմությունը մտել է ձեր խաղի մեջ, այն համենը։ Ընդդիմությանն եք մեղադրում։ Դա մեր խաղը չի, Ժորժ, ասում եմ։ Դուք եկեք բարեկրթության կանոնները սահմանել։ Դա կանոնները մենք չենք սահմանել, մենք առաջարկ ենք արել։ Մենք առաջարկ ենք արել, մենք չենք խախտել այդ կանոնները այս դահլիճում։ Չենք խախտել։ Մենք կանոններ ենք առաջարկել, որը իշահ է մեր հանրությանը, ոչ թե մեզ չի իշահ, որտեղ մենք երկու խաղի կանոններով էլ կարող ենք խաղալ շատ լավ, իրանք են նորեկ, իրենք կարող է չկարողանան ունենալ այդ փորձառությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստան դաշինքին, շատ ծանր են տանում։ Ոնց, բա մենք դրան ենք սովոր, բա մեր մարգինալ հատվածը, բա մեր այն ժողովուրդը, որ ինձ 5 տարի սնել են կատելությամբ, բա իրանց ինչ ենք ասելու ամբյոնից, ոչ են գալու ասեն կառուցողական քննարկում ենք անում այս թուրք դավաճանների հետ։ Այ այդ քաղաքական ուժը անկյուն ամղվում արդեն։ Իսկ եթե այդ քաղաքական ուժերը լքեն քաղաքական դաշտը, հավաստիացնում եմ ձեզ, մեր հասարակությունը շատ ավելի
վստահելիություն են ունենալու պետական ինստիտուտների նկատմամբ, ոչ միայն ազգային ժողովի։ Եկել է կառուցողական աշխատանքի։ Ինչպես տեսնում ենք, փորձում են, բայց ալի եմ ասում, քանի դեռ նրանց խմբակցությունում կա այդ կառուցողական աշխատանքին ընդհանրապես անհամապատասխան մեկը, բնականաբար կարող է չլինի։ Խմբակցության կուսակցության համանուն կուսակցության լիդերն է չի փայլում իր վայել ճախոսությամբ։ Համաձայն եմ, բայց հույս ունեմ այսուհետ փոփոխություններ տեղի կունենան, որովհետև ելի եմ ասում, դա ոչ մեզ է հարմար, ոչ իրենց, դա հասարակության համար է։ Եվ ոչ միայն հասարակության, Ժորժ ջան, կարևորագույն հարցեր այստեղ քննարկվում, թե պետական անվտանգային քաղաքականության, թե քաղաքացիական հարցերի վերաբերյալ։ Մարդիկ չեն լսում, մարդիկ օրենքներից տեղակ չեն ելնում, որովհետև իրենց կարծիքով ազգային ժողով միայն իրար վիրավորելու տեղ է։ Ես կարծում դա պետք է փոխվի։ Տիկին Մինասյան, երբ քարոզարշավներ ընթանում եւ բավականին սուր բառերով վիրավորական էթիկայի սահմաններից անդին անցնող բառեր էին հնչում նաև ձեր ուժի կողմից, հա, ձեր ուժի ղեկավարի կողմից, ինձ հետաքրքիր է արդյոք դուք արել եք բարեկրթության նորմեր հենց քարոզարշավի ընթացքում մենք միակ քաղաքական ուժն ենք հարցը ավարտում էլի եւ օրինակ այդ կզացնելու, չոփացնելու եւ մնացածի հետ կապված դուք ինչ դիրքորոշում ունեք։ Ես կարծում եմ վարչապետը ցանկացած իր պորտկման համար հետագայում ինքը արձագանք է տվել եւ այդտեղ ընդհանրապես կարիքը չկա մեր կողմից որևիցե ձևով դրան արձագանքելու, որտեվ հենց պարոն վարչապետն է, որ առաջինը ուզում է այդ մթնոլորտը փոխի։ Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավից առաջ եւ հետո, բնական է Ժորժ ջան, քարոզարշավների ընթացքում շատ է սրվում ոչ միայն խոսութել քաղաքական իրավիճակը, հանրային մթնոլորտն էլ շատ է սրվում։ Եվ դա քարոզարշավների տենդենսն է, եթե գնաք այլ երկրները նայեք, ասենք, չգիտեմ, Ամերիկայի ընտրությունների ժամանակ մարդիկ կարող են ընդհանրապես իրար հետ չխոսեն ու շատ ավելի սուր բառապաշարով խոսեն։ Այստեղ խնդիրը հետագան է, ազգային ժողովի դերն է, նշանակությունը։ Մենք այդ նշանակության շուրջ ենք բանավիճում եւ ասում ենք, այդ նշանակությունը պետք է նպատակին ծառայի։ Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, հարգելի գործընկերներ, ես ձեզ խնդրում եմ ուղղորդեք մեր քաղաքական ուժերին ունենալ այն էթիկայի կանոնագիրքը, որը մենք ենք ստեղծել մեր քաղաքական ուժերի համար։ Աշխատում է պարոն Կիրակոսյան եւ մենք ինքներս Պարոն Սիմոնյանը ներողություն է խնդրել այդ քայլի համար։ Ես չեմ տեսել որևէ քաղաքական գործչի, որևէ քաղաքական թիմից, որ իր արած որևէ քայլի համար ներողություն խնդրի։ Մարդկանց զինվորների մահն են ցանկանում, չեմ գալիս ներողություն խնդրում։ Մեզ ինչ չէ զինվորներից։ Բայց օրինակ դուք վարչապետի մենք մեր արած ցանկացած գործողության համար Ես նորից կրկնեցի, որ պարոն վարչապետը ինքն է արձագանքում առաջինը իր ռետորաբանությանը։ Իսկ ինչ վերաբերվում է ուրեմն վարչապետը չի այդ կանոնագիրքն էլ քննարկվում է, ներքին քննարկումները երբեմն բաց են, երբեմն փակ են։ Մեր խնդիրը հետեւյալն է. մենք ինքներս մեզ կարողանանք սահմանափակենք որևիցե ձևով եւ ունենանք այդ կանոնները, որի մեջ պետք է խաղանք։ Պորտկումներ կարող են լինել, դրա համար մենք մեր պատասխանատվությունը կրում ենք հանրության առաջ եւ հանրությունն է հետագայում գնահատում այդ պորտկումները ինչ աստիճանի գնահատականի կարող է արժանացնել, իսկ ինչ վերաբերվում է ազգային ժողովին, ես կարծում եմ, որ ազգային ժողովը պետք է էթիկայի հանձնաժողովի շրջանակներում եւ այդ էթիկայի հանձնաժողովը պետք է ունենա այդ վարքագծի կանոնները, որի շրջանակներում մենք պետք է լուծենք հարցերը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր ինտիկնոջը արաբկիրում, ասում է, եթե դու ռոբն ես, ես քեզ սատկացնելու եմ, հա։ Պարոն Կիրակոսյան, ես ոչինչ չեմ կրկնելու։ Ես ինչ ասեցի, նայեք պարոն վարչապետի լայվերը, նայեք մեր քարոզարշավի լայվերը, պարոն վարչապետը մեկնաբանել է հստակ իր քաղաքական խոսույթը հերթականությամբ երբ ինչ է ասել ու խոսքը ընդհանրապես այդ տիկնոջը չէր ասում ինչ վերաբերվում է նրան թե դուք անընդհատ այդ նույն հարցը կրկնեք ես նորից եմ ասում սահմանագից պետք է քաշենք մի օր սահմանագից պետք է քաշենք մի օր իսկ անվստահելի չի դառնում այն ուժը որ ընդհանրապես երբևիցե ներողություն չի խնդրել իր արած որևիցե քայլի համար բայց երբեք այդպիսի խոսույթ որևէ քաղաքական ուժ չի կիրառել Ես կարող եմ բերել ձեզ օրինակներ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ դուք ինչ-որ պորտկումները բարերի մակարդակով կարող եք խնդրահարույց համարել, բայց այն որ մարդուն համարում են
կամ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդին ասում են ժեղ, ասում են ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անողներ, այդ ամենը վիրավորական չեք ընկալում։ Մի տեսակ չեք ընկալում։ Ես նորից եմ կրկնում, իմ կարծիքով մենք պետք է նաև կարողանանք ճիշտ գնահատել այն քաղաքական օրակարգերը, որի շուրջ ձևավորվում է խոսույթ եւ որը ներարկվում է հասարակության մեջ։ Այդ ներարկումը հասարակության մեջ տեղի է ունենում այստեղից։ Եվ այդ ներարկումը պետք է դադարի կոնսպիրոլոգիկ դաշտից դուրս գալ եւ հիմնվել փաստերի վրա։ Պիտի Մինասյան առաջիկայում ազգային ժողովի վերաբերյալ կառավարության ծրագիրը ինչ ակնկալենք 2031 թվականների ծրագրից անընդհատ ծրագրին ինչ ծրագիրը մեր նախընտրական ծրագրի համահունչ տարբերակն է։ Մենք նախընտրական ծրագիրը կազմել ենք այնպիսի թվային համակարգով, որը որ ունեցել է մեր 7 տարվա փորձ, այսինքն ոչ ճոխ տենց հեքիաթներ ենք գրել, ոնց որ մեր ընդդիմությունն էր մեր ժողովրդից ակնկալում, որ կհավատան այդ հեքիաթներին, այլ հստակ թվային ծրագրեր, որի շուրջ մենք այս ընթացքում 7 տարվա ընթացքում ունեցել ենք թվային պատկերներ, գիտենք, որ 5 տարվա ընթացքում կարող ենք կրկնապատկել դա, սկսած կրթության ռազմավարությունն է մեր գերնպատակը լինելու ամենակարևոր բանը ավելացնել մեր պետական կառավարման շրջանակներում դա նաև կրթված եւ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ ունենալ, մենք գիտեք, պարոն վարչապետ, նաև նշանակումները կատարել կադրային բանկից, որը ձևավորել է միջազգային համալսարաններն ավարտած մարդկանցից։ Դրանից բացի մենք բազմաթիվ ծրագրեր ունենք տնտեսության դիվերսիֆիկացիայի համար, երկրորդ ամենակարևոր թևը կհամարեմ տնտեսության դիվերսիֆիկացումը։ Ես կարծում եմ, որ կառավարության ծրագիրը կա ինքներդ ավելի հստակ թվային պատկերներով։ Հստակ օր երբ է կառավարությունը գալու իր ծրագիրը ներկայացնել։ Օ, շատ բարդ բան եք ասում, որովհետև մեր ազգային ժողովի հստակ ժամկետ կա։ Ես գիտեմ ժամկետների մասին, ասում եմ բարդ բան եք ասում, որովհետև մենք այս նիստերը պետք է ավարտենք ձևավորի ազգային ժողովը քվեարկություններ պետք է տեղ ունենան դրանց, հետո պետք է գա կառավարության կառուցվածքային փոփոխություն, որը այս նստաշրջանի օրակարգի մեջ է։ Կառուցվածքային փոփոխությունից հետո նոր այդ ընթացքի կարող է ընդմիջում լինի, կարող է չլինի միանգամից իրար հետ կպնենք, կառավարության ծրագիրն է գալու եւ ազգային ժողովը կլսի եւ իր գնահատականին կառանա։ Ուզում եմ ասեմ 22-ից շուտ չի լինի դա։ Այդ չեմ կարող ասել։ Բայց ժամկետներ չեք խախտի, չէ՞։ Չէ, բացառվում է, չէ։ Մենք երեք էլ առաջարկում ենք նիստեր ավելացնել։ Շնորհակալ եմ։